ԳԽ-ն որոշում չի կայացրել, այլ ԳԽ-ն որոշել է առաջարկել ամենայն հայոց կաթողիկոսին, որովհետև կարգալուծությունը միայն ամենայն հայոց կաթողիկոսի մենաշնորհն է։ Իսկ այս քայլերն ինչու են կատարվում։ Եվ որևէ մեկը չի կարող ամենայն հայոց կաթողիկոսի նման տնօրինությունն ու որոշումները չեղարկի կամ միջամտի։ Նաթան Սրբազանի մեղադրանքը առաջադրվել քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածով, այսինքն դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հանցակազմով մեղադրանքը հետևյալն է, իսկ խափանման միջոց ընտրվելա բացակայելու արգելքը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի սկզբանե Սրբազանին մեղադրանքի հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումը ներկայացվել է եւ պարզ չի եղել, հաշվի առնելով այդ հանգամանքները այս պահին որևէ բացատրություն դրա վերաբերյալ չեմ տա, միայն կասեմ, որ մենք հայտարարությամբ ենք հանդես եկել, որ մեղադրանքը իսպառ պարզ չէ, հասկանալի չէ պաշտպանական կողմի համար, հաշվի առնելով նաև նախաքննական գաղտնիքը եւ պաշտպանյալիս մեղադրյալ հանդիսանալու արդեն իսկ կարգավիճակը, կարծում եմ, որ հետագայում կատարվելիք գործողություններով, դատավարական ակտերի բողոքարկումներով պարտադիր կերպով բողոքարկելու ենք խափանման միջոցի հարցը, ինչպես նաև մեղադրանքի պարզաբանման ուղղված քայլեր ենք ձեռնարկելու, որտեղ արդեն իսկ միջնորդություն ներկայացվել։ Այս գործը իրավաբանության հետ ինչքանով կապ ունի։ Ես ինքս իմ անձնական գնահատականը այս պահին չեմ ցանկանում տալ, որովհետև իմ կարծիքով առհասարակ կապ չունի, բայց կպարզի նախաքննությունը։ Ինչ-որ բան, որ երկրից չբացակայելու Բացակայելու արգելք խափանման միջոցը ընտրվել է անձի նկատմամբ, բնականաբար ծանոթացվել է, այս պահին ճիշտ ասած պետք է դուրս գամ, քանի որ շտապում եմ, այլ բան ըստ էության չկա էլ որ ասեմ ձեզ։